Ադրբեջանում պահվող հայ գերիների թեման ամենածանր թեման է։ Դրա մասին խոսելը դժվար է, բայց պետք է դրա մասին խոսել եւ ես ուզում եմ մի քանի դիտարկում անել։ Առաջինը, մենք իրավունք չունենք քննարկման առարկա դարձնելու մեր հայրենակիցների անցած կյանքը։ Բացարձակապես մենք դրա բարոյական իրավունքը չունենք։ Ով ինչպես է կառավարել Արցախը, ով ինչ է արել, ով ինչ կարող էր անել, դրանք հիմա էական բաներ չեն, որտեղ մեր հայրենակիցները, նույնիսկ եթե այնտեղ լինեին մարդիկ, որոնք հանցագործություն են կատարել մեր պետության նկատմամբ, իրենք մեր հայրենակիցներն են, իրենց դատը պիտի լինի Հայաստանում, այլ ոչ թե հարևան երկրում։ Սա առաջինը։ Մենք իրավունք չունենք դրա մասին հիմա խոսելու։ Միակ բանը, որի վրա մենք պետք է կենտրոնանանք, այդ մարդկանց առողջությունն է եւ անվտանգ վերադարձը Հայաստան։ Սա միակ խնդիրն է եւ մեր պետության, մեր հասարակության ամբողջ ֆոկուսը պիտի լինի այդ խնդրի լուծմանը վերաբերող։ Ինչպես այդ մարդկանց անվտանգ վերադարձնել Հայաստան։ Նախ պիտի ընդունենք, որ սա Հայաստանի այս պարտված ստորացած վիճակում բարդ խնդիր է։ Ադրբեջանը 20 տարի, 20-ից ավել տարի ստորացած եւ ատամները կրճտացնելով վերջապես հասել է իր նպատակին եւ բնականաբար չի լինելու մի բան, որ ինքը կարող էր անել ցավացնելու եւ ճզմելու համար եւ չանի։ Եվ գերիների այսպես այդ հրապարակավ ստորացուցիչ դատերը դրա օրինակներից են։ Ինչ պիտի անել։ Գերիներին հետ բերելու մի քանի ձև կա, կամ այդ ճանապարհով գնալու մի քանի ձև։ Ամենահեշտ ձևը կլիներ ուղղակի փողով այդ մարդկանց առնելը, առաջարկել փող մարդու համար։ Բայց դա չի աշխատի հավանաբար։ Երկրորդը միջազգային գործընկերների հետ հանդիպելը եւ փորձելը Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, դա շատ դժվար կլինի Ադրբեջանի վրա հիմա ճնշում գործադրելը, մանավանդ հիմա դժվար եմ ես պատկերացնում, բայց վստահ եմ, որ չկա որևէ պետություն, որը չունենա ինչ որ մի թույլ կողմ, որի վրա կարելի է հաշվարկանել։ Այսինքն շատ մանրակրկիտ, շատ ակտիվ աշխատել միջազգային գործընկերների հետ, որոնք հնարավոր է, որ ինչ որ ձևով կարողանան ազդել։ Եվ երրորդը խաղաղության պայմանագրի կնքում, որի մեջ ներառվի գերիների վերադարձի հարցը։ Ես դժվար եմ պատկերացնում Հայաստանը ինչ կարող է տալ գերիների փոխարեն։ Մանավանդ որ հիմա որ ասում են, օրինակ Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը այդքան էլ մեծ չի, ես չեմ հավատում։ Իմ կարծիքով պատերազմի վտանգը մեծ է։ Պատերազմի վտանգ չի լինի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը եւ Թուրքիան բացեն սահմանը։ Այդ կիմանանք, որ պատերազմի վտանգը զգալի պակասեց։ Որովհետեւ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը պետք է ոչ միայն Հայաստանին, տնտեսապես դա պետք է նաեւ Ադրբեջանին եւ Թուրքիային, պակաս չափով, բայց պետք է։ Եվ եթե Ադրբեջանը չունենար Հայաստանի վրա հարձակվելու եւ մեղրի այդ սահմանը գրավելու, հայ-պարսկական սահմանը գրավելու նպատակ։ Եթե այդպիսի նպատակ չլիներ, եթե Ադրբեջանը դրան հավանականությունը շատ փոքր համարեր, հարց եմ տալիս։ Ինչու Ադրբեջանը օր առաջ չպետք է համաձայնվեր խաղաղության պայմանագրին։ Չէ՞ որ ինքը հասել է իր բոլոր նպատակներին։ Բոլոր։ Ինքը մինչև Արցախյան երկրորդ մեծ պատերազմը ինչ նպատակ որ դրել էր, հասել է բոլոր նպատակներին անխտիր։ Ինչու չի բացում սահմանը։ Սահմանը չբացելու մի պատճառ կա։ Ինքը ունի դեռևս տարածքային պահանջներ։ Ինձ համար սա տրամաբանական է։ Ես ոչ քաղաքագետ եմ, ոչ այդ դատարկ քաղաքագիտական վերլուծություններն եմ նայում, ոչ Նաստրադամուսների ճակերտավոր գուշակություններն եմ կարդում կամ լսում։ Ես պարզ նայում եմ փաստերին։ Հարց եմ տալի, եթե ինքը նպատակ չունի սահման գրավելու, ինչու չի բացել այս գոնե 23 թվից հետո չի բացել սահմանը։ Գերիների պահով ես պիտի խնդրեմ, եթե չեք կարողանում օգնել, մեղադրանքը, լացուկոցը, իրար, չգիտեմ, անեծքը որևէ օգուտ չի տա։ Միակ բանը, որ մենք պետք է անենք, կրկնում եմ, միակ նպատակը, ինչպես գերիներին անվտանգ առողջությունը պահպանված ետ վերադարձնել հայրենիք։ Երբ որ իրենք ետ վերադառնան, դրանից հետո ինչքան ուզում եք մեղադրեք, ինչքան ուզում եք դատեք, ինչքան ուզում եք քննեք, ինչ ուզում եք արեք, բայց այդ մարդիկ մեր հայրենակիցներ արդեն իրենց հայրենիքում կլինեն, եւ արդեն մենք մեր հայրենիքում, մենք մերոնցով կսկսենք խոսել այլ թեմաների մասին։ Քանի իրենք գերի են, քանի իրենք պատանդ են, այդ թեմաների մասին խոսելը ճիշտ չէ։